Պափոսից խարիսխ վերցնելով, Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփիլիայի Պերգե քաղաքը։ Հովհաննեսը նրանցից բաժանվելով Երուսաղեմ վերադարձավ, իսկ նրանք առաջ գնալով Պերգեից եկան Պիսիդիան Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով նստեցին։ Եվ օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովարանի պետերը նրանց մոտ մեկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրներ, եթե ունեք մխիթարանքի խոսքեր ժողովրդին, խոսեցեք»։ Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ով իսրայելացիներ, և դուք, որ Աստծուց երկնչում եք, լսեցեք. Իսրայելի այս ժողովրդի Աստվածը ընտրեց մեր հայրերին և եգիպտացիների երկրում պանդխտության ժամանակ ժողովրդին բարձրացրեց և հզոր բազուկով նրանց այնտեղից հանեց։ Եվ շուրջ 40 տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց, և Քանանու երկրում 7 ազգեր խորտակելով, նրանց հողը որպես ժառանգություն տվեց նրանց, և դրանից հետո շուրջ 450 տարի նրանց տվեց դատավորներ մինչև Սամուել մարգարեն։ Եվ այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված թագավոր տվեց նրանց Բենյամինի ցեղից Կիսի որդուն Սավուղին 40 տարի։ Եվ երբ նրան փոխեց, նրանց համար մեջտեղ բերեց Դավթին որպես թագավոր, որի մասին և վկայելով ասաց. «Գտա Հեսեի որդի Դավթին իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»։ Աստված ըստ իր խոստման սրա սերնդից հարուցեց Իսրայելի համար մի փրկչի, Հիսուսին, նրա գալստից առաջ նրա առջևից գնացողը Հովհաննեսը Իսրայելի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել և մկրտվել, և երբ Հովհաննեսը իր գործունեության ընթացքն ավարտեց, ասաց. «Իմ մասին ինչ եք կարծում, ով եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ ետևից գալիս է նա, որի ոտքերի կոշիկներն արձակելու արժանի չեմ»։